Հարգելի գոլեգաներ, ուսանողներ, կլինիկական օրդինատորներ, ողջունում եմ բոլորիդ։ Ես Ֆլորա Մուրադյանն եմ։ Հրավիրում եմ ձեզ մասնակցելու հունվարի 29-ին եւ 30-ին շտաբ արձագանքի ՍԳ թեմայով ՇՄԶ կրեդիտավորված դասընթացի, որը տեղի կունենա օնլայն եւ առկա տարբերակով Կարդիոլաբ բժշկական կենտրոնում։ Մեր բժիշկներիս համընդհանուր նպատակն է ապահովել որակյալ եւ երկար կյանք մեր պացիենտների համար, իսկ դրա համար մենք պետք է մշտապես գտնվենք զարգացման ինքնակրթության գործընթացի մեջ։ Ահա դասընթացիս նպատակը այդ գործընթացին մեկ կաթիլ ավելացնելն է, իմ մի փոքրիկ ներդրումը ունենալն է։ Բարձրացնել բժշկի կարողությունները, կայացնել կյանք փրկող որոշումներ, ժամանակին հոսպիտալացնել պացիենտին եւ փրկել սրտամկանը։ Ժամանակը, ինչպես ասում են, մկան է։ Թող անհամեստ չհնչի, բայց ովքեր ինձ ճանաչում են գիտեն, որ իմ դասախոսությունները բավականաչափ գերհագեցած են, խորը եւ ինֆորմատիվ։ Եվ այս դասընթացը բացառություն չէ նույնպես։ Կքննարկենք ոչ միայն STEMI, ինչպես նաև նոր պարադիգմա OMI, այլև շատ ավելի խորը կորոնարարյան շրջանառության մասին կխոսեմ, սրտամկանի պատերի, սրտամկանի սուր ինֆարկտի ախտորոշումը դժվարացնող իրավիճակները կքննարկենք, ինչպես նաև այդ ախտորոշման օգտին խոսող նշանների եւ համախտանիշների մասին կզրուցենք, վերջում կառաջարկեմ աղյուսակներ, գործնական չեքլիստեր։ Ահա դուք տեսնում եք կորոնարարյան շրջանառությունը, սրտամկանի պատերը ՍԳ ժապավենի վրա, եռ-ալիքային ժապավենի վրա իդեպ ամենագեղեցիկը այստեղ է երևում։ Կքննարկենք ինչի մասին է խոսում տրոպոնինը եւ ինչի մասին լռում։ Կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք, որ պաթոֆիզիոլոգիայի իմացությունը ֆունդամենտալ գիտելիք է տալիս։ Իսկ արդյոք բավական է ՍԳ ժապավենի վրա STEMI-ին կամ N-STEMI-ին ճանաչելը։ Գուցե գործնական քայլերի համար այլ մոտեցումներ են հարկավոր։ Զարգանում է նոր պարադիգմ, OMI, օկլյուզված սրտամկանի ինֆարկտ եւ առանց օկլյուզիայի սրտամկանի ինֆարկտ։ Այն դեպքում, երբ ունենք STEMI, միանշանակ է, անհապաղ պացիենտը պիտի տեղափոխվի կաթետերիզացիոն լաբորատորիա։ Իսկ եթե պացիենտի մոտ N-STEMI է, արդյոք իմաստ ունի շտապ տեղափոխությունը, արդյոք հարկավոր է քաթլաբը ակտիվացնել, արդյոք միայն STEMI-ն է օկլյուզված սրտամկանի ինֆարկտի մասին խոսում, թե N-STEMI-ի հիմքում նույնպես կարող է ընկած լինել կորոնար զարկերակի օկլյուզիա, թող դա կոչվի մասնակի օկլյուզիա, բայց դա նույնպես կարիք ունի հրատապ ռևասկուլյարիզացիայի։ Եվ ահա, շտապօգնության մեր բժիշկները տետ-ա-տետ գտնվում են պացիենտի հետ նրա անկողնու մոտ։ Նրանք իրենց ձեռքին ունեն ՍԳ ժապավեններ եւ ունեն գիտելիք իրենց գլխում։ Ահա պացիենտի անկողնու մոտ մենք կարող ենք ոչ միայն ճանաչել ST սեգմենտի էլևացիան, ճանաչել սրտամկանի որ պատի ինֆարկտի հետ գործ ունենք, այլ նաև ախտորոշել, թե օրինակ ձախ փորոքի առաջային պատի սրտամկանի սուր ինֆարկտի համար, որ զարկերակն է մեղավոր, LAD զարկերակի, որ հատվածն է օկլյուզված, պրոքսիմալ թե դիստալ։ Ձախ փորոքի ստորին կողմնային պատի ինֆարկտների դեպքում մեղավոր զարկերակը աջ կորոնար զարկերակն է, թե CX-ը, գոտևորող զարկերակը։ Իսկ դուք լսել եք Պիկել-Հաուբի նշանի մասին, Սկարբոսայի կամ Բարսելոնայի համախտանիշների մասին, կքննարկենք, կխոսենք նաև սրանց մասին։ Վերջում կառաջարկեմ ձեզ աղյուսակներ, չեքլիստեր, գործնական քայլեր։ Հարգելի բժիշկներ, գրանցման համար պետք է այցելել իմ կամ Կարդիոլաբ ԲԿ-ի Facebook-յան էջերը։ Ահա դուք տեսնում եք, գրանցման լինքը ակտիվ է եւ այն ակտիվ է լինելու մինչեւ հունվարի 27-ը։
28-ից այն փակվելու է արդեն։ Շատ կարևոր մի հանգամանքի եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, խնդրում եմ վճարումը կատարելիս ստացողի դաշտում ճիշտ լրացնել ստացողի անուն, ազգանուն, հայրանունը եւ չմոռանալ գրել ԱՁ, որովհետեւ ԱԾ չգրելու դեպքում վճարումը կատարված չի համարվի։ Հունվարի 28-ին բոլոր մասնակիցները իրենց մեյլերին կստանան մի լինք, որով անցնելով պետք է լրացնեն նախաթեստը։ Սկզբում նախաթեստը, իսկ դասընթացից հետո նաև հետ-թեստը։ Պետք է պարտադիր նշել նախաթեստ, թե հետ-թեստ, որն եք դուք կատարում, անուն, ազգանուն, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, մասնագիտություն եւ աշխատավայր։ Այսինքն կարմիր աստղիկով նշված բոլոր վանդակները պետք է լրացնել։ Դրանից հետո արդեն կբերի նոր էջ, որտեղ սկսվում է թեստը։ Թեստը կազմված է 10 հարցերից, յուրաքանչյուրին տրվում է 10 բալ, այսինքն ընդհանուր 100 բալ։ Յուրաքանչյուր հարցի համար նախատեսված է 1 ճիշտ պատասխան։ Պատասխանելով գնում եք առաջ եւ վերջում submit անելով բացվում է մի էջ, որտեղ դուք կարող եք ստուգել, թե քանի հարցի եք ճիշտ պատասխանել, որքան է ձեր հավաքած բալերի քանակը։ Իսկ հիմա բոնուսի մասին։ Ես մեծ սիրով այս դասընթացի մասնակիցներին տրամադրելու եմ բաց մուտք դեպի իմ ՍԳ Ֆլորա Մուրադյանի ՍԳ on-line դպրոցը։ Իմ դպրոցը բոլորովին նորաստեղծ է, այն ծնվել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ին։ Ինչպես մուտք գործել, Google-ի որոնումների էջում պետք է գրել ecgschool.am, որից հետո կբացվի այսպիսի մի էջ, առցանց, ՍԳ դասեր, սրանք բոլորը նույն իմ էջի մասին են խոսում։ Ներքևում դուք տեսնում եք այն դասընթացը, որը առաջարկում եմ ձեզ, կոչվում է ՍԳ Այբուբենը, սա ՍԳ իմացության ֆունդամենտն է, այն ողնաշարային գիտելիքները, այն հենարանը, որի վրա հետո կառուցվելու են ՍԳ մյուս բոլոր գիտելիքները։ Տեսեք, դասընթացը վճարովի է, սակայն հունվարի 28-ից մինչև 30 ընկած ժամանակահատվածում իմ բոլոր մասնակիցների համար այն կլինի անվճար նվեր, կխնդրեմ անպայման նայել, որովհետև դա հնարավորություն կտա նաև ավելի հիմնավոր եւ ընկալելի դարձնել թեման, որ ձեզ ներկայացնելու եմ հունվարի 29-ին եւ 30-ին։ Այս էջում դուք կտեսնեք պրոֆիլը, ինչի մասին է խոսում դասընթացը, մանրամասներ հատվածում կտեսնեք վերնագրերը, տեսա դասախոսությունների, այստեղ 9-ն է երևում, բայց 12 տեսա դասախոսություններ են, դուք կտեսնեք վերնագրերը եւ իհարկե դասընթացը անցնելուց հետո կարծիքներ հատվածում կխնդրեմ գրել ձեր ցանկությունները, առաջարկները, կարծիքները, ինչպիսի ձևաչափ եք նախընտրում, ինչ թեմաների մասին կուզեք, որ խոսենք։ Իհարկե հիմա միայն այս մեկ դասընթացն է տեղադրված իմ էջում, բայց հետագայում ծավալվելու եմ շատ ավելի, ընդլայնվելու խոստանում եմ։ Սա իմ ՍԳ դպրոցի օֆիցիալ էջն է, մուտքը բաց է, ազատ է, կարող եք դիտել, ծանոթանալ ստեղծման պատմությանը, նպատակներին, տեղադրված են նկարներ, կարող եք դիտել դրանք եւ որ ամենակարևորն է չմոռանալ հունվարի 28-ից մինչև 30-ը դուք ունեք հնարավորություն իմ դասընթացը անվճար վայելելու։ Անչափ շնորհակալ եմ ուշադրության համար։ Մինչ հանդիպում։